Լքված պահեստ հիշեցնող այս շինությունը իրականում Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն է։ Ուսումնական հաստատության այն մասնաշենքը, որտեղ դաս էին պարապում տարրական դպրոցի աշակերտները, վթարային լինելու պատճառով 10 տարուց ավել չի շահագործվում։ Մի ամբողջ մասնաշենք չօգտագործելու դեպքում ինչ հարմարություններից է ձեռքում, դասապրոցեսի վրա ազդում է դա։ Չէ, մենք այնպես ենք արել, որ դասապրոցեսը չտուժի, այստեղ մեր կաբինետային, առանձին կաբինետային հարցերն են մի քիչ սահմանափակվում, բայց աշակերտների դասապրոցեսը դրանից չի տուժում։ Այս մասնաշենքը տարածքներով, կաբինետային հնարավորություններով լիովին բավականեցնում է, որպեսզի դպրոցը պատշաճ կերպով ուսուցումը կազմակերպի։ Դե գրեթե բավականացնում է, այո, բայց եթե երկու մասնաշենք լիներ, առավել հարմար կլիներ։ Թեկուզ եւ անհարմարություններ կրելով դպրոցը ստիպված է համակերպվել ստեղծված իրադրությանը եւ չընդհատել աշխատանքը։ Տարրական մասնաշենքում դաս պարապելը վտանգավոր է, իսկ հետևանքը կարող է ողբերգական լինել։ Շահագործման ենթակա չէ, որովհետև գտնվում է սողանքային գոտում, երևի 2003 թվականից առ այսօր չի շահագործվում։ Խնդիրը բարձրաձայնված է, կա այդ հատվածը եւ դպրոցի տեղանքից մի քիչ ներքևի հատվածը նույնպես սողանքային եղել, այս տարի այնտեղ ահագին սողք է նկատվել, դե դպրոցը նույնպես սողանքավտանգ գոտում է գտնվում։ Օգոստոս ամսին, երբ վճռվում էր Կապանի համար 7 հիմնական դպրոցի վերակառուցման հարցը, Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից հետաքրքրվեցինք նաև 10-րդ դպրոցի ճակատագրով։ 2011 թվականին Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության ՊՀԿ-ի կողմից ուսումնասիրվել է շենքի տեխնիկական վիճակը եւ այդ կազմակերպության կողմից տրված է եզրակացություն, որը գնահատված է 7-րդ աստիճանի վնասվածություն։ Թեպետ սողանքի պարագայում երբեք չես կարող ճշգրիտ հաշվարկել սպասվող վտանգը, այնուամենայնիվ վթարայնության նման աստիճանի դեպքում շենքի շահագործումը անթույլատրելի չէ։ Ռազմիկ Ավետիսյանը պարզաբանել էր, որ 10-րդ դպրոցի շենքը շահագործումից հանելու համար հարկավոր է, որ վերջինս ունենա 4-րդ աստիճանի վթարայնություն։ Չէ, վերանորոգման ենթակա է, մենք ընդգրկել ենք Կապանի թիվ 10-րդ դպրոցը մեր 2017 թվականի միջնաժամկետ ծրագրում գումար հատկացնելու դեպքում կվերանորոգվի։ Կառավարությունը պետք է որոշում կայացնի տվյալ դպրոցի համար համապատասխան նախագծանախաշային փաստաթղթերի կազմել ու համապատասխան գումարը տրամադրի։ Դժվար է ասել, թե որքանով է նպատակահարմար վերանորոգել սողանքային գոտում գտնվող դպրոցական շենքը։ Այնուամենայնիվ դպրոցի տեսքը մեղմ ասած հուսադրող չէ։ Պատուհանները ցելոֆանով են ծածկված, իսկ պատերին խոնավության եւ կաթոցի հետքեր են։ Այս միջավայրը միանշանակ այն չէ, ինչին արժանի են մեր երկրի վաղվա տերերը։ Ուսումնական հաստատության շենքը կառուցվել է 1970 թվականին եւ այդ օրից ի վեր ոչ մի անգամ հիմնանորոգման չի ենթարկվել։ Անշուք պատերի ներսում դաս պարապելը թեպետ հնարավոր է, սակայն այդքան էլ տրամադրող չէ։ Հայարփի Աղաջանյան, Դավիթ Եսայան, Սյունիք Օնլայն։